հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, ես սպասեցի, որ մեր բոլոր զեկուցողները վերջացնեն իրենց զեկույցները, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, որպեսզի անդրադառնամ այն հարցին, որին վերջերս շատ եմ անդրադառնում։ Ինչու, որովհետև ես չլսեցի մեր գործընկերների ոչ ելույթներում, ոչ հարցերին պատասխաններում, ընկալում կամ ըմբռնում, որ այդտեղ կա պրոբլեմ։ Իսկ պրոբլեմ կա, հիմա կապացուցեմ, թե ինչու։ Բայց մինչև դա ուզում եմ այնուամենայնիվ անդրադառնալ քիչ առաջ բարձրացած հարցին, կապված կոնկրետ մի դեպքի, այդ բժշկի կալանավորման, որ պարզվեց, որ մեկ ամսով է կալանավորվել, նույնիսկ հանցանքի ծանրությունը ինքնին ոչ մի կերպ չի տեղավորվում այդ մինչ դատական սանկցիայի հետ։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որտեղ խոսքը 270,000 դրամի մասին է։ Բայց հիմա անցնեմ թվերին, հարգելի գործընկերներ։ Մի քիչ դիդակտիկ նյութեր եմ պատրաստել մեր բոլորի համար։ Դա է։ Սա երևույթով եմ երևում է։ 2017 թվականից մինչև 2024 թվականը կորնա դատարան ներկայացված միջնորդությունների եւ բավարարումների։ Վերևի կորը միջնորդություններն են, ներքևի կորը բավարարումները։ Հիմա ես հռետորական եւ ոչ միայն հռետորական հարց եմ տալիս։ Որն է այն առաստաղը, որ այս թիվը կարող է աճել։ Կարող է մի օր հասնի օրինակ 10,000-ի, որտեղ հիմա արդեն հասել է 2282-ի եւ շատ տեմպով աճում է։ Այս հարցին ոչ մեկ չի պատասխանում։ Բայց մյուս կողմից որ ասում են, որ բանա, դե հանցավորության դեմ պայքար ենք իրականացնում։ Բա այդ դեպքում, հարգելի գործընկերներ, ինչի է մեր քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 1-ի դրությամբ ավելի քիչ դատապարտված մարդ, քան կալանավորված։ Արդյոք սա չի նշանակում, որ այս թվերը աշխատանքի իմիտացիային պարզապես եւ ոչ թե իրական աշխատանք, որտեղ իրական աշխատանքը հանցանքը ապացուցելու մեջ է, ապացույցներ հավաքագրելու մեջ է եւ հետո նոր մարդկանց մեղադրանքներ առաջադրելու եւ դատարանում պնդելու այդ մեղադրանքը ու ստանալու մեղադրական դատավճիռներ։ Բայց մենք չենք տեսնում դա։ Ես առաջի անգամ սրա մասին խոսեցի անցյալ տարի դատախազի հաղորդման ժամանակ, հետո կիսամյակային թվեր նայեցի, հետո տարեկան թվեր նայեցի, բայց իրավիճակը չի փոխվում։ Եվ մեր գործընկերները ասում են ամեն ինչ նորմալ է, կամ առնվազն չեն խոսում դրա մասին։ Պարոն Նահապետյան, հիմա ձեր զեկույցի ժամանակ եմ ես ելույթ ունենում, խնդրում եմ անձնապես չընդունել, բայց ես նաև հատուկ հարցի ժամանակ էլ ասացի։ Մենք փոփոխություններ ենք ունեցել երկու կոմիտեների նախագահների եւ ոչ պատահական։ Եթե մենք պետք է նույն գործելավոճով գնանք առաջ եւ ունենանք էլի ավելի շատ կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկներում, իդեպ ես դեռ չեմ նշում մոտ 800 տնային կալանքները, այդ ապրիլի 1-ի դրությամբ եւ վարչական հսկողությունները, եթե պետք է մենք ունենանք նույն վիճակը, կներեք, բայց ես համարում եմ, որ պետք չէ փոխել այդ մեր գործընկերներին, լավ էլ աշխատում էին, էլի, հա, ոչինչ, մեկ ազգային ժողովի բանում դահլիճում մի քիչ տաքանում էին, բայց լավ էլ աշխատում էին։ Ես ակնկալում եմ, նաեւ լինելով համահեղինակ օրենքի, որով որ քննչական կոմիտեի նախագահը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գալիս են ազգային ժողով եւ ներկայացնում են զեկույց ու պատասխանում падգամավորների հարցերը եւ որպես падգամավոր եւ նաեւ որպես քաղաքացի, այս հարցերը պետք է հասցեագրվեն։ Եթե չկա ողջամիտ բացատրություն այս ամեն ինչի, ինչու է կալանավորվածների թիվը Հայաստանի Հանրապետությունում ավելի մեծ, քան դատապարտվածների թիվը, այն դեպքում, երբ որ երկրներում, որոնք որ ուժեղ իրավակարգ ունեն եւ մենք ձգտում ենք դառնալ այդպիսի երկրներ, տրամագծորեն հակառակ պատկերն է, ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ասենք ոնց կարա, օրինակ Ֆրանսիայում այդ հարաբերակցությունների մեկը 3-ի, Գերմանիայում մեկը 4-ի, Լեհաստանում մեկը 4-ի, իսկ մեր մոտ հակառակը 1 ու 1-ը 1-ի։ Այստեղ խնդրեմ չեք տեսնում, հարգելի գործընկերներ։ Լավ, եթե չեք տեսնում, ուրեմն այս մեր մյուս երկրներն են, մենք տենց շատ ուժեղ օրինական, ուժեղ իրավակարգով երկիր ենք,
Բոլորին կալանավորում ենք, հետո իհարկե չենք կարող ապացուցենք այդ հանցագործությունները, բայց կարևորը կալանավորում ենք, իսկ մյուսները չէ, մտածում են ոնց ապացույցներ հավաքագրեն, ի սկզբանե նոր գնան սանկցիա կիրառելու, ի դեպ սանկցիաներն էլ գիտեք, թույլից ավելի ուժեղ են, հետո դատարանին թույլ տան որոշել։ Իսկ կարող է մեր քննչական նախաքննական մարմիններն ու դատախազությունը իրանց վերապահում են դատարանի դեր։ Ասում են դե մենք գիտենք, որ մեղավոր է, թող մի 2-3 ամիս էլ նախորոք նստի։ Հետո ոչինչ, որ վերջում օրինակ դատարանը կարող է տուգանքով դատապարտել կամ պայմանական չկիրառել, որտեղ առաջի անգամ ա եղել հանցագործությունը կամ արդեն այնպիսի պատժաչափ նշանակել, որ դու դրանից ավել արդեն կալանքի տակ ես եղել։ Պարոն Նահապետյանը նաև արդարացիոն նշում է, որ կան մեխանիզմներ ռեաբիլիտացիայի, հա, կամ բանի կոմպենսացիայի, բայց քանի նման դեպք ա եղել, քանի հոգի ա պատրաստ դատվել պետության հետ, անհիմն կալանքից հետո, տենց դեպք կա, ես չգիտեմ, բոլորն ասում են շարես փորձանքից հեռու, լավա պրծել ենք, մի հատ էլ գնանք դատվենք, ասենք բան, մեր կորցված եկամուտը հետ տվեք, մեր չստացած աշխատավարձը հետ տվեք, մեր բարի համբավը գնահատեք, չգիտեմ, միլիոնավոր դրամներով կամ նայած ովա դոլարներով ու վերադարձրեք մեզ։ Ես իրականում կարծում եմ, որ պետք է սկսվի այդ process-ը, որ մի քիչ սթափվեն մեր գործընկերները, բայց ես կարծում եմ, տենց դեպքեր ամեն դեպքում եթե լինել չեն լինելու, շատ քիչ են լինելու։ Այս ամեն ինչը ինչի համար եմ այս ամեն ինչի մասին խոսում, որտեվ այն ջայլամային տրամաբանությունը, որ մենք մեր գլուխները մտցնում ենք ավազի մեջ ու ասում ենք, որ ամեն ինչ լավ է, չի կարող պարզապես շարունակվել, հարգելի գործընկերներ։ Այս իրավիճակը պետք է փոխվի։ Չի կարող չփոխվել, կամ մեզ պետք են ողջամիտ բացատրություններ, թե ոնց է ստացվում այսպես։ Ոչ նա ենք տեսնում, ոչ նա։ Ու սա ես չեմ անձնավորում, հա, որտեվ պարզատեղ հազարավոր մարդիկ են աշխատում, բայց գոնե այդ իրավապահ բուրգերի վերևում կանգնած մարդիկ պետք է անհանգստանան, պետք է հանձնարարականները կամ ակնկալիքները իրանց բուրգերից այլ լինեն, ասեն հարգելիներս, ինձ պետք են վճիռներ, դատարանում վճիռներ, ոչ թե գրակատարողական հիմնարկների ծանրաբեռնում մինչ դատական վարույթում, այլ վճիռներ, որպեսզի հասկանանք, որ իրոք արդարադատություն է տեղի ունենում։ Մինչ դատական կալանքները ոչ մի կերպ չեն կարող համարվել արդարադատություն կամ արդարադատության ինչ որ, հա, մի փոքրիկ կոմպոնենտ կարող են, եթե բացահայտումներին են նպաստում, դա էլ հասկանում ենք ինչի համար է տեղի ունենում։ Կալանավորում ենք ցանկալի ցուցմունքներ ենք կորզում իրանց անձերի նկատմամբ, իդեպ դա էլ ոչ միշտ է տեղի ունենում, որտեղ դեպքեր կան, որ օրինակ տեղի չի ունենում, դա տեղել ինչ որ կասկածներ կան հայեցողությունների կամ ուրիշ անձանց նկատմամբ, բայց հետո գնում է դատարան, դատարաններում կամ տարիներով քննվում է, իդեպ դա էլ է մի ուրիշ խնդրեմ, ասենք գործեր կան 300 վկայա, պատկերացրեք քանի տարի դա կքննվի, էլ ում է հետաքրքիր այդտեղ վերջում 5-6 տարի հետո դատավճիռ կլինի, թե չի լինի։ Ամփոփելով խոսքս հարգելի գործընկերներ, հատկապես նաև իմ մեր ազգային ժողովի պատգամավորներին է խոսքս ուղղված, ես առաջարկում եմ, որպեսզի մենք հետևենք այս վիճակագրությանը ու եթե այն չփոխվի դեպի ողջամիտ թվեր կամ բացատրություններ չլինեն, մենք միգուցե օրենսդրական փոփոխություններ պետք է անենք հարգելի գործընկեր։ Միգուցե ինչ որ սահմանափակող ֆիլտրեր, ռեժիմներ պետք է կիրառենք, որտեղ եթե մեր գործընկերները իրանց աշխատելավոճում նույնն են մնում, բայց մենք ենք պատասխանատու այս ամեն ինչի համար։ Իրանք պատասխանատու են որպես պատվիրակված, հա, լիազորություններ իրականացնում մեր ժողովրդի կողմից, բայց մենք ենք ընտրվել եւ մենք ենք պատասխանատու մեր քաղաքացիների առաջ։